Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասանուհի Մարի Պետրոսյանն է։ Ողջույն Մարի։ Ողջույն Անահիտ ջան։ Ուրախ եմ քեզ տեսնել իմ տաղավարում։ Նմանապես շատ հաճելի է։ Մարի, ես մեր նամակագրությունը, որ թերթում էի, հիշում եմ, որ 2018 թվականին դեռևս ունեինք ցանկություն հանդիպելու, այդպես էլ մեր հանդիպումը չստացվեց։ Մարի, ուզում եմ խոսենք ձեր գործունեությունից ի սկզբանե։ Դուք հայտնի դարձաք Ազիզյաններ սիթքոմից, շատ կարճ ժամանակահատվածում դուք դարձաք Ազիզյանների Մարի։ Եթե հետ վերադառնանք, ինչպես եղավ գործունեությունը, հայտնիության եւ արդյոք պատկերացնում եք, որ այդ սիթքոմից հետո դուք կարծես մեկ գիշերում կդառնաք հանրապետությունում հայտնի։ Ճիշտն ասած, չէի պատկերացնում, որ իրական Մարին կարող է դառնալ Ազիզյանների Մարի ու այդպես, որ մինչև 25 թվականը հիշվի բոլորի կողմից, ու այդ սերը զգա հանդիսատեսի ժողովրդի կողմից, չեմ պատկերացրել, որ այդպես կարա լինի, Անահիտ ջան։ Իսկ ինչպես եղավ հրավերը, ես սովորում էի Աբելաբելյանի դպրոցում, ու ինձ նման շատ լիքը աղջիկներ գնացել էին կայսինգի։ Այդպես առաջի օր ինչ որ չստացվեց, ու հետո որ գնում ես կայսինգի ու զգում ես, որ չեն հավանում եւ որ կոտրվում ես արդեն ու անցա առաջ ես։ Հետո նորից զանգ ստացա մեր շատ սիրելի ռեժիսորից ու նույնիսկ ես չգիտեի, թե ինչ նախագիծ է ինձ սպասվում, սենց սկսեմ այսպես ու գնացի արդեն զգացի, որ հավանություն տվեցին իմ կերպարին։ Հետո Անահիտ ջան, էլի անցավ ինչ-որ ժամանակ ու զանգ ստացա ես, որ ընտրել են քեզ ու Հայկ Մարությանի նախագիծն է դա, որտեղ ես ընդհանրապես պատկերացում չունեի, ինչի մասին է խոսքը գնում, ինչ է ինձ սպասվում։ Ոյ, չգիտեմ, զգացմունքներս հիմա երբ որ հետ եմ գնում, այդ զգացողությունները նորից արթնանում են իմ մեջ, շատ, չգիտեմ, շատ լավ անսպասելի, կարծում պատասխանատու, պրոֆեսիոնալ դերասանների կողքին էիք լինելու։ Այո, հենց մենակ եմ, որ Հայկ Մարությանի, ես մեծացել եմ իր հաղորդաշարերի ու իմ համար շատ հուզիչ, պատասխանատու պահ էր, բայց իմ բախտի բերումով, կարամ սենց ասեմ, շատ լավն էին, թե աշխատակազմը, թե ռեժիսորը, թե դերասանական թիմը, պրոֆեսիոնալ դերասանական թիմը, որ մեզ շատ օգնեց ճիշտ դրսևորելու մեր կերպարները։ Դա էլ ինձ թվում է շատ մեծ կապ ունի, էլի նորեկ դերասանու համար։ Ինչ տվեց ձեզ այդ հայտնիությունը, բացի նրանից, որ դուք ձեր սիրելի աշխատանքով եք զբաղվում, հետաքրքիր է, ինչ տվեց այն ձեզ։ Ճիշտն ասած, չեմ կարող այսպես ասել ինչ տվեց, միշտ ես եղել եմ շատ քաշված, կաշկանդված աղջիկ, աղջնակ, Աբելաբելյանի մոտ սովորելու ընթացքում փոքր-ինչ այդ ամաչկոտությունը բացվել էր, բայց Ազիզյաններից հետո միակ բան եմ, որ իմ մեջ վստահությունը, ավելի ինքնավստահ, տենց չգիտեմ, իմ կյանքը սենց կարող ասեմ, բաժանվել է մինչև Ազիզյաններ ու Ազիզյաններից հետո։ Այդպես, չգիտեմ, շատ միայն դրական բաներ եմ զգացել, օրինակ գիտեմ, որ նաև կարող է հանդիսատեսը չսիրի, չընդունի կերպարը, բայց այս երևի են եզակի դեպքերից է եղել, չգիտեմ, որ համ շատ շուտ ընկալվեց հանդիսատեսի կողմից եւ հեռուստադիտողի կողմից եւ շատ սիրվեց, էլի, որտեվ եթե անցել այսքան տարիներ, 19 թվականին եղել է վերջի մեր նկարահանումները եւ հիմա մենք 25 թվականում ենք, միջև առ այսօր եթե նկարահանվում են ինձ հետ, մեծերը թե փոքրերը, ուրեմն դե ստացված է, այո։ Եվ հետաքրքիր է, որ Ազիզյաններից հետո դուք այլևս չհայտնվեցիք հեռուստաէկրաններին։ Պատճառը անձնական կյանքն էր։ Այո։ Որովհետև եթե չեմ սխալվում, սիթքոմի ինչ-որ հատվածից դուք արդեն բալիկ էիք սպասում եւ դա էլ էր արդեն սիթքոմի հետ ասոցացում եւ կերպարում էիք այդպես եւ իրական կյանքում։ Այո, ուրեմն այսպես է եղել, սցենարը արդեն գրված է եղել, որ Մարին պետք է բալիկ ունենա, հղի լինի կերպարով ու ես այդ ընթացքում հղի եմ, բայց դեռ սցենարիստների հետ ինչ-որ կապ չեմ հաստատել, մենք արձակուրդի մեջ էինք ու երբ որ ռեժիսորը ինձ հետ կապվեց, ասեց սենց սցենարական փուլ է սպասվում քո կերպարին, ասեցի գիտեք ինչ կյանքում էլ է ինձ մոտ այդպիսի փուլ սպասվում ու շատ համընկնեց այդ ամեն ինչը։ Դե արդեն ամուսնություն, հղիություն, երեխաներ ու այդպես փակվեց իմ մոտ այն էջը, որ ես իմ կյանքում երազում էի այդ
օրերի մասին ու այդպես ոնց սկսվեց, տենց էլ ավարտը ունեցանք շատ շուտ։ Մարի, հայտնի մարդկանց կյանքում կարող եմ հեծանիվ չեմ հորինի, որ ասեմ հետաքրքրում է նաև անձնական կյանքը եւ կարող եմ վստահաբար ասել, որ ավելի շատ հետաքրքրում է հայտնի մարդկանց անձնականը, քան օրինակ գործունեություն այս կամ այն ֆիլմում նկարահանվելը եւ այլն։ Այդ շրջանում դուք չէիք հրապարակում որևէ անձնական տեղեկություն, դուք պարզապես խոսում էիք, որ ունեք անձնական կյանք, ամուսնացել եք, սակայն ձեր կողակցի հետ կապված որևէ ինֆորմացիա չէիք տրամադրում։ Հետաքրքիր, որն է պատճառը, ձեր ամուսինն էր դեմ, որ հանրային դառնար։ Այո, իմ ամուսինը կողմ չէր, ինքը չկար համացանցում, ոչ մի տիպի չէր ուզում երևար եւ ես հարգել եմ իր որոշումը, դրա համար ես կուզեի ասենց ասեմ, բաց լիներ թե նկարներով, այն որ ինչ որ թաքցնելու բան չունենայի, բայց քանի որ իմ կողակիցը չէր ուզում, ես այդ որոշմանը իր հետ համատեղ եկա, որ պետք չի ուրեմն։ Պետք է տենց փակ սիրուն պահել կողքի վրա անձնական կյանքը։ Շատ դեպքերում նշում են, որ գաղտնիություն է սիրում անձնական կյանքը եւ հանրային մարդկանց դեպքում հատկապես։ Այո։ Մարի, հետաքրքիրն այն է, որ դուք նշում եք, որ դուք սիրում եք, որ դուք հանդիպել եք ձեզանից տարիքով մեծ տղամարդու։ Այո։ Ուզում եմ մի փոքր հետ գնանք, ուզում պատմեք, թե ինչ է ստիպեց սիրել։ Եվ որտեղ սխալվեցիք։ Չգիտեմ ես որտեղ եմ սխալվել, որտեղ բոլորս ունենք սխալներ, բայց ցանկացած աղջիկ, ինչքան էլ որ նա կայացած է, կլինի դերասանուհի թե այլ ոլորտում, ուզում է ամեն դեպքում ամուսնանալ, ունենալ իր գեղեցիկ ընտանիքը։ Նույն կերպ ես եմ ուզեցել այդ ամեն ինչը, ու սկզբում եղել է ամեն ինչ շատ լավ, բայց ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես որ ես պատկերացնում եմ, այսինքն այն իմ պատկերացրած հեքիաթը սիրուն տենց գեղեցիկ հերոսուհին, իր ամուսինը, երեխաները, բայց այդ ընթացքը չունեցավ, ամեն ինչ շատ սկսվեց փոխվել ընթացիկ, այսինքն մինչև ամուսնական կյանքը ամեն ինչ այլ էր, իսկ ամուսնական կյանքից հետո գլխի վեր սկսեց շուռ գալ քիչ-քիչ։ Ինձ որովհետև շատ են ասում, իսկ միանգամից չգիտեիր, որ լավ չի լինելու, շուտ բաժանվեիր կամ թեկուզ հենց ինչի 3 երեխա ունեցար, այսինքն ես եմ այդ ամեն ինչի միջով անցել ու ոչ մեկ չի կարա կողքից որոշի թե ինչի սենց եղավ կամ այնպես եղավ, ուրեմն այդպես էր պետք, չգիտեմ։ Եվ շատ դեպքերում կարծում եմ հատկապես մեր հայ կանանց մոտ այդ հույսը, որ հնարավոր է եւ ամեն բան փոխվի, հնարավոր է եւ ամեն բան լավ լինի եւ այդ պայքարը դուք առաջին կինը չեք, ով ամուսնալուծվել է եւ անկեղծանալով նշում եմ, որ միշտ լինում է այդ պայքարը եւ հույսը, որ մի օր մի բան կփոխվի եւ չարժե կորցնել ընտանիքը, որովհետեւ այդ բաժանվելը յուրաքանչյուր պահի հնարավոր է։ Հնարավոր է վերագտնելը ու այն պահելն է դժվար։ Շատ ճիշտ եք ասում Անահիտ ջան, իրականում դա լրիվ այդպես է, այդ մի տոկոսի շանսը, որ դու փորձում ես էլի փայփայես, որ դա կարող է փոխվել ամեն ինչ, այսինքն դու ունես ընտանիք ու մենակ իմ պրինցիպները չէր, որ ես ասենք ամուսնացել եմ, всё բաժանում, այդտեղ նաև կար երեխաների հարց ու շատ երկար ես այդ որոշմանը եկա, այսինքն մոտ 3 տարի ես անընդհատ մտածել եմ շատ երկար, որ հետո հետագայում երբ որ ինչ-որ քայլ անեմ, չասեմ, բայց կարող է, այդ կարողան իմ մեջ չմնա, այսինքն մի հատ է շանս տայի, բայց կարող է մի բանը փոխվել, այդ կարողան իմ մեջից լրիվ ես ջնջել եմ ու հետո նոր քայլս արել եմ։ Իսկ Մարի հետաքրքիր է, տեսեք, համբերության բաժակը լցվել, որը եղավ այդ վերջին կետը, որ դուք ուղղակի արթնացաք ու հասկացաք, որ վերջ, պարզապես այսպես անհնար։ Այն կետներ, որ արդեն իմ առողջության, իմ ապրել-չապրելու հարցներ, Անահիտ ջան, շատ դաժան օրեր եմ իրականում ունեցել, չնայած այն, որ շատ դժվար է դրա մասին խոսելը, չեմ սիրում խղճալի, այսպես ասեմ, էլ իր դերում լինել, բայց կա այն ինչ որ կա իրականում։ Ներողություն եմ խնդրում, Մարի, սա խղճալու իրավիճակ չի ստեղծում։ Դուք այն կերպարն եք, ով հանրային է, դուք այն կերպարն եք, ով որոշակի առումով նաև ցույց է տալիս այն կանանց, ովքեր որ հայտնվում են նմանատիպ իրավիճակում, բայց լռում են ու շարունակում են այդպես բռնության ենթարկվելով ապրել, որ կյանքը չի ավարտվում եւ կարելի է լինել մի փոքր ուժեղ ու ապրել։ Այդ դրա համար ես այդ իմ մեջ
ես երբեք չէի պատկերացնի, որ ես քայլը կանեի եւ կարայի հանրայնացնել։ Օրինակ շատ իմ ծանոթներից, թե անծանոթ ասում էին, հա լավ, եղել է, պարտադիր չի գցես համացանց, թող պատկան մարմինները զբաղվեն այդ գործով։ Բայց օրինակ, եթե ինձ 3 տարի առաջվանից ես տեսնեի sense դեպք ու իմանայի, որ այդ մարդուն կարողացել են օգնություն ցուցաբերեն, այդ մարդը փրկվել է, ես ավելի ռիսկով կլինեի, ես ավելի շուտ կարող է հնարավոր այդ ամեն ինչին գնայի։ Դրա համար ամեն դեպքում ճիշտ էր բարձրաձայնելը ու իսկապես շատ կանայք կան, որ լռում են, թե որ մտածում են կարող է ամեն ինչ փրկեն, թե որ սիրում են, չգիտեմ, չնայած բռնություն ու սեր միտեղ դա սխալ է ասելը, բայց ամեն դեպքում ինձ թվում է իմ կողմից ճիշտ քայլ էր, որ բարձրաձայնեմ եւ այն կանանց, ովքեր ունեն դրա կարիք, որ տեսնեն, այսինքն կարող է ամեն ինչ լավ լինել, դաժե ամենավատ օրվանից հետո այն մութ օրվանից հետո լույսը բացվելու է ու պետք է ընդհանրապես հավատալ այդ օրվան, այդ լույսին, սպասել ու ամեն ինչ լավ կլինի։ Անի, ես ձեր իրարումից հասկացա, որ ձեզ մոտ արդեն բացվել էր այդ լույսը եւ դուք այդ ժամանակ հրապարակեցիք մութ օրվա տեսանյութերն ու լուսանկարները։ Շատ նրբանկատ եք, Անահիտ ջան, այո, հենց այդպես այդպես է։ Կարողացաք այդ ուժը գտնել։ Ճիշտն ասած երկար մտածում էի, բայց միշտ երբ որ այն պահը գալիս էր, որ բարձրաձայնեմ, ես հետ էի կանգնում, ինչ որ այդ պահին կարող է երեխայիս հետ գնայի, զբաղվեի, ինչ որ դասեր բան, ինձ ցրեի այդ մտքից, բայց այդ օրը արթնացա, չգիտեմ, հրապարակումը նկատել եք թե չէ, առավոտյան ժամի էր արված, արթնացու ես որոշեցի, որ այդ քայլը պետք է անեմ ու ոչ թե ինչ որ ճիշտ հասկացեք, որ իմ մասին սկսեն խոսել կամ գիտեք, այդ շատ հեշտ է, կարող է ես մի հատ հաղորդման մասնակցեի ու այդ ամենը ասեի, ուղղակի եմ որ տեսնեն, որ այս վատ օրվանից հետո կարա լավ լինի։ Այդ մի անգամից եկավ այդ պահը ու այդպես էլ արեցի։ Ուզում եմ խոսենք այդ լավ լինելու ուժի մասին։ Ինչպես եք կարողանում։ Շատերը նշում են, որ երեխաներն էին օգնում, շատերը նշում են, որ երբ նայում են երեխաներից ու տեսնում են, որ իրենց ես պետք եմ առողջ, դա ինձ ամբողջովին վերագտնում եմ այդ մտքից հետո։ Ձեր դեպքում ի՞նչն էր։ Այո, երեխաներն էլ իրենց դեր ունեն բնականաբար, բայց մարդ ինքը իրեն պետքա ուզենա օգնի առաջինը։ Եթե ես չուզենայի լավ լինել, ես չուզենայի այդ վատ վիճակից դուրս գայի, ես էլ իմ երեխաների հետ ապրում եի ու տենց կարայի ապրեի, չգիտեմ, տարիներ ավել շարունակ։ Մարդ ինքը պետքա սկզբնական ուզենա, որոշի, ուզում է այդ կյանքով, այդ ամեն ինչ իր համար է, այդ իրան դուր է գալիս։ Եթե հա, ուրեմն օքեյ, մնացեք այդտեղ, որտեղ որ կաք։ Եթե դու զգում ես, օրինակ ես քնում արթնանում էի, այն պատկերացնում, որ ինչի համար է սենց։ Ես երջանիկ ամուսնացել եմ, սիրել եմ, երեխաներ եմ ունեցել, այն մարդուց, ում որ սիրում եմ, առողջ երեխաներ եմ ունեցել, փառք Աստծո, ինչի համար պետքա սենց լինի։ Ինչի համար պետքա օրինակ իմ երեխաները տեսնեն իրանց մամային այս վիճակում, ու այդտեղ արդեն առաջարկել երեխաների փաստը, որ իրանց հոգեբանական վիճակն է տուժվում, նրանց առողջական վիճակն է տուժվում, առաջինը նաև իմ առողջական, որ արդեն անելի են, որ շատ վատ վիճակներ էր, էլի, ու դրա համար ես միանգամից վերջ դրեցի այդ ամեն ինչին ու անցա առաջ ու այդ բաժանման կետը դրեցի։ Վստահ եմ, երբ ես տեսա ձեր լուսանկարները, սարսափելի էի ու վստահ եմ, որ երեխաները եւս զերծ չեն մնացել այդ տեսարանների տեսնելուց, որովհետեւ որքան էլ ինչ որ անկյունում մայրիկին ծեծեն, այնուամենայնիվ հետո երեխան տեսնելու է մայրիկին այդ վիճակում։ Իրականում ամեն ինչ շատ լավ տեսել են, նամանավանդ մեծ տղաս ամեն ինչին շատ պարզ, լավ ականատես է եղել ու ասենք երբ որ այդ տանն էինք դեռ մենք մնում, ասում էր հիշում ես մամ, պապան քեզ տեղ սենց խփեց, տեղ արուն էր գալիս, չգիտեմ, շատ ծանր տեսարանների էինք ականատես եղել իրականում, շատ։ Ես ցավում եմ, որ իմ երեխայի համար տենց կյանք կարողացա կառուցել այդ ընթացքում, բայց հիմա ուզում եմ իր դեմքին միայն ժպիտ երեխաներիս, իհարկե, ուղղակի մեծս, քանի որ շատ բանի ականատես եղել, դա համար շեշտում եմ հենց իրեն։ Դուք մեծացնում եք 2 տղա եւ մեկ աղջիկ։ Եվ մեկ աղջիկ։ Այս տղաների մասին ուզում հարց տալ։ Այս դեպքերից, այս կյանքից հետո որպես մայր, որպես կին, դաստիարակելու ընթացքում ինչ եք առաջինը նրանց մեջ սերմանում։ Որպեսզի հարգեն եւ սիրեն դիմացինին։ Իմ երեխաները շատ բաներ են տեսել ու չեմ ուզում, որ հետագայում իրենք էլ նման մարդ դառնան։
Չեմ ուզում, որ հետագայում իմ տղան էլ բռնարար դառնա, տղաները ուզում եմ նրանք հանգիստ, ավելի հիմա իրանց հետ աշխատում են նաև հոգեբաններ, ուզում եմ նրանց կյանքը անցնի նենց այն ընթացքը տամ իրանց կյանքին, որ իրանք հանգիստ ուղակի վայել են ամեն ինչը, այսինքն հիմա իրանց մանկության այն տարիներն է, որ իրանք ընդհանրապես պետքա խաղան, ուտեն, չգիտեմ, դասերը անեն, այդ իրանք պետքա վայել են։ Մանկությունը մեր կյանքի ամենավայելքների շրջանն է, եւ եթե հետ են գնում բոլորիս մոտ դա ամենայն հիշվող լավ տարիներն են։ Ու իրանց մոտ քանի որ շատ ֆիքսված է եղել այդ վատ նեգատիվ բռնություն, հոգեբանական բռնություն, ուզում եմ այդ ամեն ինչ ուղղակի իրանց մոտ էլ փակվի այդ էջը ու միայն լավը լինի ու հետագայում նրանք էլ նույն կյանքին չարժանանան, ինչ որ արժանացել է իրանց հայրը եւ մայրը, այսինքն հետագայում նրանք էլ իրենց կողակցին նույն վերաբերմունքը ցույց չտան։ Որի իսկ ինչ են արձանագրում հոգեբանները, որքանով է դուք նշում եք, որ տեսել են, բայց ըստ հոգեբանների մասնագետորեն որքանով է նրանց կյանքի վրա հետք թողել ձեր հարաբերությունները։ Դե օրինակ շատ բաներ կան, տենց օրինակ աշխատում են, որովհետև նյարդային համակարգը երեխայի շատ լարված է, ինչքան էլ որ հիմա իրանք հանգիստ պայմաններում են ապրում, իրանց դասերով, խաղերով, բայց օրինակ հենց գրելու համար երեխայի մոտ նյարդային համակարգը այնքան լարված է, որ ինքը դժվար է կարողանում գրել, դժվար է կարողանում արտաբերել շատ խոսքեր, վերջավորություններ բառերի, բայց այդ ժամանակի հարց է, ես վստահ եմ, որ ամեն ինչ կկարգավորվի երեխաների մոտ։ Աստված տա, որովհետև մեր կյանքի իմաստն մենք պետք է ուղղակի երջանիկ լինեն։ Այո, Անահիտ ջան։ Մարի, ես գաղտնիք չեմ բացահայտի, որ նշեմ, երբ օրինակ ինչ-որ ամուսնալուծություն է լինում, հարևանները, բարեկամները, ի սկզբանե մանավանդ երբ որ բռնություն է լինում, ի սկզբանե մեղադրում են կնոջը։ Ինչ է արել կինը, որ ուրեմն մի բան արել է կինը, որ այսպես ծեծել է։ Այն որ ընտանիքը մութ հանկյուն է եւ այն որ որևէ մեկը չի կարող կողքից հասկանալ թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ ընտանիքում, դա փաստ է։ Բայց հրապարակումից հետո ձեր երբ ինձ հետաքրքիր է, երբ օրինակ կարդում եք մեկնաբանությունները, ինչ զգացողություն է, որովհետեւ մարդիկ պարզապես իրենց տանը նստած եւ ավելի ցավալի է, որ կանայք են այդ մեկնաբանությունները գրում։ Իրենց տանը նստած, պարզապես տակ, բազմոցի կարողանում են մեղադրել ինչ-որ կնոջ, ով անկախ ամեն ինչից բռնության զոհ։ Միայն այն հարցը, թե խի է տենց օրը գցել այդ բառակապակցությունը ինձ արդեն նյարդայնացնում է, չնայած արդեն աչք եմ փակում, բայց այսինքն եթե ես ինչ-որ, չնայած այդպիսի բան չկա, բայց եթե ինչ-որ սխալ քայլ եմ արել, այսինքն արժանի չեմ եղել իմ կողակցին եւ նա ուղղակի կարող է ասել, որ գիտես ինչ, դու իմը չես, նորմալ, գիտակից մարդը այդպես կվարվեր, ոչ թե այդ ձև ես այնպես չի որ մի անգամից սենց բարձրաձայնել եմ կամ դիմել եմ ոստիկանություն, ասել եմ գիտեք ինչ ինձ ամեն ինչ եղել է փուլ առ փուլ։ Ես սկզբում գնացել եմ իմ տուն 3 տարի առաջվանից, ասել եմ արի բաժանվենք, նորմալ։ Բայց չի ստացվել, այդ մարդու հետ չեն կարողացել մենք ընդհանուր լեզու գտնել, ինքը նորից ասել է լավ արի միանանք, ես հետ եմ գնացել, ավելի վատ, հետո նորից նույնը կրկնվել է 1 տարի հետո ես նորից գնացել եմ հետ, ավելի ամեն ինչ վատացել է, ես դիմել եմ 1.5 տարի մենք դատական process-ների մեջ ենք ու էլի այդ ընթացքում երբ որ մենք եղել ենք դատի մեջ, ես նույնպես եղել եմ բռնության զոհ, այսինքն դա նույնիսկ այն հիմքը չի եղել, որ ինքը իրան մի քիչ զսպողական պահի ու բռնություն չգործադրի, այլ ինչի մասն է խոսքը։ Դե եթե խոսենք մեր օրենքի մասին, ես չեմ ուզում եմ խոսենք, բայց մի ժամանակ դեռ չեմ ուզում խոսենք, որովհետև դուք որոշակիորեն դատական process-ների մեջ եք, բայց ձեր օրինակով չասեմ, եթե խոսեմ այլ օրինակով, այսօր շատ մեղմ ասած չի գործում օրենքը եւ այդ պատճառով էլ դուք ամուսնալուծված կրկին բռնության զոհ եք դարձել։ Կարող եմ եւ այդպես ասել եւ հակառակը Անահիտ ջան, որտեվ իմ չբարձրաձայնելու հետևանքով ա եղել այդ ամենը, այսինքն եթե ես գնացել դիմել եմ ոստիկանություն, հետո ասել եմ գիտեք ինչ չէ, ես միանում եմ, իրանք չեն իմացել, որ ես ասենք ինչ վախեր ունեմ, իմ ամուսինը ինձ ինչեր է ասել,
ու իրանք դե ինչ անեն, այդ մարդը ուզում է միանա, նույնիսկ տենց գործը փակել են, անցել են առաջ։ Իրանց կողմից ինձ, այո, վախեցնելով այդպես նորից հետատարել իր հետ ապրել եմ, բայց երբ որ ես վերջում ես արդեն որոշեցի վերջնական քայլ անել, դիմել եմ ոստիկանությունն էլ շատ արագ արձագանքել, դատարանն էլ արագ ամեն ինչը մեկ շաբաթում շատ արագ ամեն ինչ որոշվել է ու ես եթե այդպես չլիներ, կարող է ես հիմա այստեղ նստած չլինեի։ Չէ, շատ իրականում այսօր դեպքն է, որ ես պետք է միայն շնորհակալական խոսքեր ասեմ։ Որոշակի առումով ձեր հայտնիությունը օգնեց եւ բարձրաձայնելը օգնեց։ Այո։ Մարի, եթե չեմ սխալվում, նա պաշտոնյայի որդի է եւ հետաքրքիր է դա որևէ ձև չխանգարեց գործի, այսպես ասած։ Ոչ։ Կարծում եմ իրականում ձեր շնորհակալությունը տեղին է, որովհետեւ դա մեր օրերում որոշակի առումով նաև կարող էր խոչընդոտել։ Այո, բայց փառք Աստծո, որ այս են դեպքներ, որ իրականում ամեն ինչ ես իրականում շատ շնորհակալ եմ։ Ես էլ միշտ վախ եմ ունեցել, բա որ չստացվի, բա որ օրինակ այն օգնությունը չտան, ինչ որ անհրաժեշտ է, բայց այդքան արագ ու տենց եմ, որ չգիտեմ, իրականում շատ շնորհակալ եմ բոլորին, թե ոստիկանության աշխատակիցներին, թե դատարանի դատավորին, դատախազությանը, որովհետև իրանք տեսան իմ վիճակը, որտեղ եմ, որ արդեն էլ ինչ որտեղ չկար, կամ ապրել-չապրելու խնդիրներ է ստեղ դրված, մարդու կյանքի հարցեր էլի այդ, դրա համար իրանք շատ արագ արձագանքեցին։ Մարի, եթե խոսենք երեխաների մասին, այս պայն ձեր ամուսինը, նախկին ամուսինը Կանադավայրում է, խոսելով երեխաների մասին, ինչ կասեք, զգում են նրա պակասը, կարոտում են, որովհետև որքան էլ որ ականատես են եղել բռնությանը, բայց ամեն դեպքում նրանք երեխա են ու միգուցե նաև հոր հետ կապը ուժեղ է։ Իրականում դե հոր դերը ոչ ոք չի կարող լրացնել, նա վատն է, թե լավն է, այդ իրանք պետք է որոշեն, բայց ես որպես մայր չեմ ուզում, որ նրանք շփվեն այդպիսի հոր հետ, որը որ շատ վատ օրինակ է տալու հետագա իրենց կյանքում։ Կարոտելը չեն արտահայտվում, ճիշտն ասած իմ երեխաները փակ են, աղջիկս դեռ լավ չի խոսում, տղաներս դեռ այդպես ինչ որ արտահայտություններ չեն արել, չնայած որ գիտեն իրենց հայրիկը գնացել է աշխատելու նպատակով, իրենց լավ խաղալիքներ, կոնֆետներ բերելու նպատակով, ինչ որ չեմ ներգրավում իրենց այս ամեն ինչի մեջ, այսինքն եթե իրենց հոր հետ ես խնդիր ունեմ, նրանք դրան պետքա մասնակից չլինեն, ամեն դեպքում լավ թե վատ իրենց հայրն է։ Մարի, նշեցիք, որ վատ օրինակ կարող է լինել, մեր օրերում, երբ նմանատիպ արտահայտություն են անում, հասկանալի է մի քանի տարբերակ, երբ մարդ թմրամոլ է, երբ մարդ խաղամոլ է, երբ մարդ արբեցող է, երբ բռնարար է։ Բոլորը մեկում, Անահիտ ջան, այսպես կարող եմ ասել։ Մնացածը չեմ ուզում կոնկրետ բառերով նշել, բոլորը մեկում։ Այսինքն դուք այդ ազդեցությունների կրողն եք։ Այո։ Հասկանալի է։ Մարի, ես նկատեցի նաև մի հատված, որտեղ տեսանյութ, որտեղ տարածվել էր ձեր նախկին ամուսնու գրառումները ձեր մասին, ինչը ինձ համար անհասկանալի էր տեքստերը, կազմած նախադասությունը, ոչինչ չասող, պարզապես մի քանի բառեր վիրավորական, ամեն դեպքում երեխաների մայրիկի հասցեին, որը եթե անգամ երեխաների մայրը համապատասխան էր այդ տողերին, որպես կին ինձ համար ամենայն դեպս դա անընդունելի է, երբ նմանատիպ պիտակավորումներով որակում են երեխայի մայրիկին, իր երեխայի մորը։ Հանդիպել եք այդ կարծիքին եւ Մարի, երբ կարդում եք այդ 4 օրինակ բառը իրար կողք շարադրած, ինչ էր ուզում ասել։ Ինձ ոչինչ չի ասել այդ բառերը, նախ գրված տեքստը, իրար հետ կապ չունեցող բառերը, ինձ ոչինչ չի ասել այդ։ Իսկ եթե ինչ-որ մեկը կամ մարդիկ պետքա այդ գրվածով իմ մասին կարծիք կազմեն, թող կազմեն, ես խնդիր չունեմ։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն ես ով եմ, ինձ մնացածի կարծիքը հետաքրքիր չի, չնայած որ կարող եմ ասել այդ գրվածին ոչ մեկի ուշադրություն տենց չդարձրեց։ Մարի, ուզում եմ խոսենք ընտանիքի մասին, սովորաբար երբ ամուսնալուծություններ են լինում ընտանիքում, ծնողները իրենց ներդրումն են ունենում
որոշակի առումով ազդեցությունն են ունենում իրենց երեխային հետ կանգնել, պահելու այդ ամենից, իրենց երեխային հետ վերադարձնելու կյանք, ինչու՞ չէ։ Եթե խոսենք ամուսնու ծնողների մասին, որոշակի առումով ունեին ներգրավվածություն իրենց տղայի ընտանիքը փրկելու հարցում։ Ոչ, հայրը մահացած է իր, իսկ մայրը ոչ։ Չեմ կարող այնպես խոսել, ինչպես որ իրականում կա ամեն ինչ։ Ուղղակի ես բոլորին բաց եմ թողել իմ կյանքից եւ ուզում եմ, որ բոլորն էլ լավ լինեն։ Ինչքան էլ ինձ ինչ որ արել են, չեմ ուզում ասել լավ թե վատ, թող բոլորը լավ լինեն, ուղղակի ինձանից հեռու լինեն։ Դա կարող եմ իրանց հետ կապված ընդհանուր ասել միայն։ Եվ հավատալով, որ այս կյանքում կա բումերանգի օրենք։ Այո, միանշանակ։ Բումերանգի օրենքը, որը գործում է մի քիչ ուշ, միգուցե մի քանի տարի հետո, բայց գործում է միանշանակ։ Եվ շատ դիպուկ։ Այո։ Երեխաները շփվում են տատիկի հետ։ Ոչ, որովհետև ես միջև այս վերջի շրջանը 20 օրից ավել իմ երեխաներին չեմ տեսել, ոչ մի կապի միջոց չունեի, միջև իմ ամուսնու կալանավորվել է։ Ու նրանք զրկել էին ինձ իմ երեխաներին տեսնելու իրավունքից։ Ու երբ որ իմ ամուսնուն կալանավորեցին, նույն կերպ նաև իմ նախկին կեսուր մայրիկը թույլ չէր տալիս ես խոսեի, տեսնեի իմ երեխաներին, միջև այնքան եւ պատկան մարմինները իմ հետ գնացին եւ դուռը թակեցին ու վերցրեցին իմ երեխաներին, հանձնեցին ինձ։ Իսկ դա իմ կողմից չեմ ասի էգոիստություն է, բայց ես ուղղակի չեմ ուզում, որ նրանք շփվեն այդպիսի մարդկանց հետ։ Ես ազատ եմ թողում բոլոր առումներով իմ երեխաներին, բացառապես նրանք ինչ կուզեն, ինչ կհագնեն, ինչ կուտեն, ինչ մասնագիտություն, բոլոր առումներով ես շատ բաց եմ երեխաների հետ։ Բայց այդ առումով դեռ ես թույլ չեմ տալիս։ Թե հետագայում նրանք ինչ կորոշեն, դա թող իրենք որոշեն։ Ես չեմ խոչընդոտի։ Մարի, ինձ հետաքրքրեց, ինչպես էին կարողացել վերցնել երեխաներին։ Այսինքն երեխաներին են գողացել էին եւ թե դուք լքել էիք տունը եւ Չէ, ես իմ երեխաների հետ էի վերադարձել իմ հայրական տուն։ Իմ նախկին ամուսին ասաց, որ ուզում է տեսնի երեխաներին, ասացի խնդիր չկա։ Ու ասեմ, սենց երեխաներին չէ, երկու տղաներիս աղջկա հետ ոչ մի կապ չեն ուզեցել ունենան, սենց պահը կա էլի աղջիկ տղա արդեն պարզ է ինձ թվում է, այո։ Տղաներին վերցրեցին եւ այդ օրվանից ես էլ տեղեկություն չունեցա իմ երեխաների մասին։ Իմ երեխան ուներ բջջային հեռախոս, հեռախոսը համար անջատվեց այդ օրվանից։ Բոլոր միջոցները, որով որ ես կարող էի շփվել երեխաների հետ, կորեցին։ Այն դեպքում, որ ես վախեր ունեի, որ գնամ իրենց տան դուռը թակեմ, կարող է ինձ վնասեն, ես էլի գնում էի թաքուն, գիշերը թակում էի, ասում էի տվեք իմ երեխաներին, գոնե տեսնեմ, գոնե իմանամ լավ են, որտեղ օրինակ իր մայրը ուներ առողջական խնդիրներ, իր հայրը, երեխաների հայրը շատ ժամանակ դրսում էր լինում, այդ երեխաները պատկերացնում եք ինչ ինչերի միջով են անցել, այսինքն կարող է իրանց հետ շատ ճակատագրական բաներ տեղի ունենալ։ Ինչ է նշանակում 6 եւ 4 տարեկան տղա երեխաներին թողնել տանը մենակ։ Ու ես այդ շատ սարսափելի օրեր ունեցա այդ շրջանում եւս, բայց փառք Աստծո անցել եմ այդ շատ դաժան օրեր էր դա։ Երեխաների մասին տեղեկություն չունենալը, չգիտեմ։ Դա երևի դատական process-ի, այսինքն չկար որոշում, որ բնակության վայրը լինի մայրիկի մոտ։ Լիազորությունները հավասար էր հայրիկին եւ մայրիկին։ Ես իմ մոտ էին երեխաները, ցանկություն ուներ տեսնելու, ես ոչ մի խոչընդոտ չառաջացրեցի երեխաներին, հանձնեցի իրեն, որ տեսնի, հետո ուղարկի ինձ մոտ, որովհետեւ նրանք դեռ փոքր են եւ ունեն ավելի շատ մոր խնամքի կարիքը։ Ես էի ամբողջ հոգսերը հոգում երեխաների դպրոցի, մանկապարտեզի եւ տանել ու տենց կորել բոլոր իմաստներով, բոլոր բարեկամներով, որ չգիտեմ, այդ մի քիչ շատ դաժան բան է, էլի դիմացինի այն մարդու հետ, ում հետ դու ապրել ես, տենց վարվել, այդ շատ դաժան բան է, բայց փառք Աստծո ամեն ինչ անցյալում մնաց։ Ես ոստիկանի հետ գնացի եւ իմ երեխաներին վերցրեցի այնտեղից։ Շատ շնորհակալ եմ դրա համար եւս։ Ինչ փուլում է դատական որոշումները երեխաների բնակության վայրը մայրիկի մոտ։ Արդեն հաստատված է ինձ մոտ։ Տեսակցություն բնականաբար այս բան չի կարող լինել, որովհետև հայրը կանանավոր։ Այո։ Իսկ հետագայում օրենքի տեսանկյունից եթե նայենք
ասենք դուք պայքարելու եք, որ երեխաները ինչպես քիչ առաջ նշեցիք, չշփվեն հոր հետ ու չտեսնեն այդ օրինակը, չսովորեն։ Այո, ես ցանկություն չունեմ, որ նրանք շփվեն, բայց նաև չեմ կարող պայքարել իմ երեխաների զգացմունքների համար։ Թող օրինակ այսպես կարամ ասեմ, թող գնան շփվեն, եթե վատը կնկատեն, չեն ուզենա, թող չգնան էլ։ Ես տենց չեմ կարող իրանց ստիպեմ այդքան բանը։ Չեմ ուզում ես։ Իրանք չեն հասկանում այդքանը, հասկանում եք, որ ինչն է վատ, ինչն է լավ։ Եթե իրանք այդտեղ իրանք արդեն վատ կզգան, կաշկանդված կզգան, ուրեմն թող իրանք որոշեն, անեն, գնան թե չգնան, շփվեն թե ոչ։ Իսկ եթե ձեր ընտանիքի մասին խոսենք, գիտեմ, որ ցանկացած ծնողի համար ամենադժվար բանը իր երեխային, հատկապես աղջկան, դժբախտ տեսնելը, դժբախտացած տեսնելը։ Հեշտ եղավ այդ ընթացքը ծնողների դեմ։ Շատ դեպքերում ասում են, որ աղջկա ծնողները կամ չգիտեմ, միգուցե նաև տղայի ծնողները ավելի շատ են տառապում, քան հենց բաժանվողը։ Միանշանակ շատ բարդ փուլով է անցնում, հենց այս պահին էլ էլի իմ ընտանիքը, բայց միայն այն փաստը, որ ես ողջ եմ, իրանց կողքին եմ, այն պատճառն է, որի համար իրանք էլ նույն ձև ամեն ինչի դեմ իմ հետ պայքարում են։ Ես շատ ուրախ եմ, որ հենց այդ ընտանիքում եմ ծնվել ու այդպիսի ծնողների կողքին եմ ու իրանք ինձ օգնել են, որտեվ շատ դեպքեր կան, որ նույնպես ծնողները չեն ընդունում, ասում են, եթե օրինակ ես եմ ընտրել իմ ամուսնուն, կարող են շատ հեշտ ու հանգիստ ասեն, որ ընտրել ես, պետքա հարմարվես, բայց իրանք հավասար ինձ հետ ամեն փուլով անցել են ու չգիտեմ, այդ էլ իմ համար շատ մեծ բան է, էլի, որ այդպիսի ընտանիքում եմ մեծացել ու տեղ եմ ապրում ես հիմա։ Արի, եւ ուզում եմ իհարկե ներողություն եմ խնդրում այս ցավոտ հիշողությունների միջով որոշակիորեն ձեզ անցկացնելու համար, բայց ուզում եմ, եթե sense գլոբալ նայեք, ամենացավոտ կետը որն էր ձեզ համար այս պատմության մեջ։ Շատ պահեր են եղել Անահիտ ջան, բայց փորձել եմ սովորել այդ ամեն մի բարդ, ցավոտ փուլի վրա ես ինչ-որ մի բան։ Եթե օրինակ մտածում եք ամենայն վատ բռնության օրը, երբ որ ես շատ sense վատ բանի միջով եմ անցել, դա ինձ ինչ-որ բան է տվել կյանքում, որ հետագայում ես ավելի զգույշ լինեմ մարդկանցից, շփումներից ու ճիշտ է, չի ուզենա այսպիսի կյանքով ապրեի, ես ամեն ինչի միջով անցնեի, բայց էլի չեմ դժգոհում, որտեվ ամեն ինչ կարող ավելի վատ ավարտ ունենար։ Ամեն անգամ երբ դա նշում եք, ինձ մոտ սարսուռ է անցնում, որովհետև պատկերացնում եմ մոտավորապես ինչերի միջով եք անցել։ Եվ շատ դեպքերում նշում են, որ ոչինչ հենց այնպես չի լինում եւ յուրաքանչյուրով գալիս է մեր կյանք ուսուցիչ է, թե լավ, թե վատ։ Եվ փառք Աստծո, որ այսօր այստեղ եք, ավելի գեղեցիկ, ավելի ուժեղ եւ ինչու՞ չէ նաեւ ավելի ինքնավստահ։ Այո, Անահիտ ջան, շնորհակալություն։ Մարի, հետագայում մարդկանց վստահելու, ինչ չէ նաեւ անձնական կյանք ստեղծելու առումով, ասեք երբ մենակ եք մնացել, ինչ եք պատկերացրել, դուք կարողանաք վստահել կրկին մարդկանց, որովհետեւ ձեր ամուսինն էլ բնականաբար ի սկզբանե չի եղել այն, ինչ այսօր է։ Դեռ տղամարդ ասվածից, տղամարդու կերպարից ես վախենում եմ։ Վատ բառ պետք է ասեմ, բայց զոզվում եմ։ Դեռ, չգիտեմ, չեմ կարող ասել ինչպես կդասավորվի, բայց չեմ ուզում լսել եւ տեսնել ոչ մի տղամարդու։ Հետագայում չգիտեմ, երբ կանցնի այս փուլը, կանցնի թե չի անցնի, բայց այնպիսի մեծ է իմ հիասթափությունը, որ ոչ ուզում եմ լսել, ոչ տեսնել։ Մարի, եւ ձեր այս կերպարն փոխվել է, ձեր կարծես թե ինչ չէ նաեւ կյանք վերադառնալը որոշակի առումով նաեւ հնարավորություն է ստեղծում այն ռեժիսորների համար, ովքեր կարող են նկատել այսօր արդեն ավելի գեղեցիկ, ավելի կայացած, ավելի պրոֆեսիոնալ Մարի։ Բացեք առաջարկների համար։ Մեծ սիրով, այո, իհարկե Անահիտ ջան, միայն ուրախ կլինեմ։
Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ գալու համար։ Ուզում եմ ձեր կյանքի այդ մութանկյունը երբևէ այլևս ակտուալ չդառնա, երջանիկ լինեք ձեր երեխաների հետ միասին։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար Անահիտ ջան։ Շնորհակալ եմ, որ այսքան անկեղծիացաք։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։